Կանուժերի ընտրողներին է տանելու իր դաշտ, որովհետև այսպիսի մտահոգություններ հնչում են, քանի որ այս պայդրությամբ դեռևս չկա այն ալիքը, որը կարող է քաղաքացիներին դրդել գնալ ընտրության կամ ցանկանալ իշխանափոխություն։ Ուրեմն նախարարից օգտվելով մեկ անգամ եւս ասեմ, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալը հալածվում է այս իշխանությունների կողմից ամբողջությամբ ապօրինաբար եւ այնինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ, դա մեր համար անընդունելի է, դատապարտելի է եւ շատ ուղիղ հալածում է հայկական եկեղեցու եւ հայկական ինքնության կողքին կանգնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է մեր ձևով շարժմանը, մենք շատ դրական ենք վերաբերվում եւ հույսը հայտնում, որ նոր ձևավորվող շարժումը ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղը եւ դերը։ Ինչպիսի վարչապետի տեխնացիով հանդես կգան, ինչպիսի ծրագրերով, դա արդեն այլևս մեր որոշելիքը չի։ Ես վստահ եմ, կա հավաքված թիմ, ունեն ծրագիր եւ հանրությանը համապատասխան առաջարկներ կանեն եւ ըստ իրենց դիրքավորման էլ մեր քաղաքացիները կորոշեն ում ինչ քվե տալ։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս նոր ստեղծվող ուժերին, ովքեր անընդհատ պահանջներ են դնում, ով քաղաքականությունից դուրս գա, ով չգա, կամ նույնիսկ ասում են մենք որևէ մեկին չենք միանա, նախ ասեմ, որ կամ այսպես ձևակերպեմ, ես չեմ ասի, մի հատ շեմա անցեք, նոր մեկին միանալու չմիանալու հարց քննարկեք։ Ես ասում եմ, որ որևէ մեկը թող պահանջ չներկայացնի, ով ընտրություններին մասնակցի, ով չի։ Ունեք հնարավորություն։ Ասում եմ ոչ նախկիններին, ոչ ներկաներին, օրինակ նույն պարոն Թաթոյանի համար հրաշալի հնարավորություն է հանդես գալ իր ծրագրերով, իր թմով եւ առաջարկել մարդկանց, որպեսզի գնան իր հետևից եւ քվեարկեն։ Եվ մենք անկեղծ հաջողություն ենք մաղթում եւ հույս ունենք, որ կհաղթահարեն շեմը, ներկա կլինեն խորհրդարանում, նպաստելով ընդդիմադիր դաշտի աշխատանքներին եւ այս իշխանությունների հեռացմանը։ Մենք չենք մտնելու այդ մանր մի խոսքով բանավեճի մեջ, էլի։ Մեզ չեն կարող այդ նիկոլական խոստույթներով քաշել այդտեղ։ Մենք ավելի լուրջ, ավելի կարևոր, ավելի մեծ նպատակ ունենք, գնում ենք այդ նպատակ իրականացնելու համար։ Նախկին, նոր, թազա, հին, չգիտեմ, այս նիկոլական խոսույթ է գցել են մեր մեջ ու անընդհատ այս ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է ով ամենամեծ անտիռեյտինգը ունի, բոլոր սոցիոլոգիական հարցումներով ամենամեծ անտիռեյտինգը ունի այսօր Նիկոլ Փաշինյանը։ Եվ ընդդիմադիր մյուս ձեր ասած նախագաները միասին վերցրած Նիկոլ Փաշինյանի չափ անտիռեյտինգ չունեն։ Այս էլ թող հստակ լինի, այս կապել են ասենց ընտրողների վզին եւ փորձում են այդ թեզը առաջ տանել, իրականությունում այդպես չի։ Անտիռեյտինգը ավելի բարձր։ Այո, սոցիոլոգիական հարցումների մեր պատվիրած, այո։